YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես զրուցելու եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարկոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Մարկոսյան, քանի որ դուք տնտեսագետ եք, ես կուզեմ զրուցենք Ուժեղ Հայաստանի տնտեսական պլանների մասին, եւ առաջին հարցը, որը կուզեմ տալ, վերաբերում է 300,000 աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությանը։ Խնդրում եմ ասել, ձեր քննադատներն ինչ են ասում այս հարցի հետ կապված։ Ասում են նախ Հայաստանում չկա 300,000 գործազուրկ, որովհետև գրանցված գործազուրկների թիվը մոտ 30,000 է, իսկ ոչ գրանցվածներինը, այսինքն ոչ պաշտոնական թվերը մոտ 180,000-ի մասին են խոսում։ Այդ դեպքում հարց է առաջանում, ում համար է 300,000 աշխատատեղը։ Նախ ասեմ 180,000-ը դա գրանցված գործազուրկներն են, այսինքն դա օֆիցիալ գործազրկությունն է, բայց եթե մենք գանք, այսպես ասած, հետ հաշվարկով գանք, ապա մեր հաշվարկներով, իհարկե դա ոչ պաշտոնական թվեր են, բայց մեր հաշվարկներով մոտավորապես ստանում ենք, որ 500-ից 600,000 մարդ Հայաստանում կամ թե զբաղված է կամ չունի աշխատանք։ Դա հիմնականում մարզերում է, Երևանում իհարկե էլի կա խնդիրը, բայց Երևանում մի քիչ ավելի մեղմ է գործազրկության հարցը, քանի որ երկրի տնտեսության մեծ մասը կենտրոնացած է Երևանում։ Ինչ վերաբերում է քննադատությանը, որ 300,000 մարդ չկա, ինչպես նշեցի, շատ լավ էլ կա, ուղղակի այդ մարդիկ, ովքեր որ դա ասում են, մի բան պետք է ասեն, իրենք դուրս չեն գալիս իրենց գրասենյակներից չեն լինում Հայաստանի մարզերում, իսկ եթե նրանք մարզերում լինեն եւ այցելեն օրինակ գյուղեր, փոքր քաղաքներ, նրանք շատ ակնառու կտեսնեն, որ աշխատանքային ժամերին շատ գործունյա եւ աշխատունակ տարիքի մարդիկ աշխատանքի վայրում չեն աշխատում, սակայն կուզեին աշխատել։ Այսինքն ձեր կարծիքով կան Հայաստանում այդքան գործազուրկ մարդիկ, որոնց պետք է այդ աշխատանքը։ Այո, միանշանակ կան եւ միանշանակ այդ հարցը պետք է լուծել, պետք է կառուցել գործարաններ, պետք է ստեղծել նոր IT ընկերություններ, պետք է զարգացնել Հայաստանում туриզմը եւ այդ ամենը մի ամբողջություն է, որը որ մեզ բերելու է ուժեղ տնտեսություն, որտեղ որ մարդիկ կարող են վաստակել իրենց ապրուստը արժանապատիվ ճանապարհով, արժանապատիվ ապրուստ վաստակել։ Իսկ մոտավորապես հայտնի է դրանք որ ուղղություններով են լինելու այդ աշխատատեղերը, այսինքն ծանր արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, գուցե տեքստիլի հետ կապված, այսինքն այդ ոլորտները կան, ուրվագծված են արդեն։ Օրինակ ասեմ, ըստ մի քանի ուղղություններ կարող եմ ասել, օրինակ Շիրակի մարզում ելնելով եւ բնակլիմայական պայմաններից եւ ժողովրդագրական տվյալներից եւ այլն, օրինակ Շիրակի մարզը շատ արդյունավետ կարող է լինել տեքստիլ արդյունաբերության համար։ Նույն Վանաձորի համար պարոն Նահիկ Կարապետյանը օրինակ նշել է նավթավերամշակման գործարանը, պղնձի վերամշակման գործարանը բարձր էկոլոգիական չափանիշներին համապատասխան։ Այսինքն օրինակ նայեք, մենք ունենք աշխարհի պղնձի գրեթե 3-4%-ը ամբողջ պաշարների, բայց մենք արտահանում ենք հող, այսինքն այդ խտանյութը, որը որ մենք արտահանում ենք, ընդամենը դրա մաքսիմում 25%-ն է պղինձ պարունակում, մենք հող ենք արտահանում Հայաստանից, այնինչ կարող ենք դա վերամշակել, ելի եմ նշում բնապահպանական բարձր չափանիշներով, իսկ այդ տեխնոլոգիաները արդեն աշխարհում գոյություն ունեն եւ արտահանեինք պատրաստի պղինձը, որի արժեքը շատ ավելի բարձր է, քան ուղղակի հող արտահանելը։ Նույնը կարող եմ ասել տարբեր, օրինակ Գեղարքունիքի մարզի մասով, դա туриզմն է, քանի որ մենք ունենք Գեղամա-Գեղեցկուհի այնտեղ, Սևանա լիճը, ձկնարդյունաբերությունը կարող է լինել, այսինքն ամեն մեր մարզի համար, մեր ամեն փոքր քաղաքի եւ գյուղի մասով պետք է տալ ինդիվիդուալ լուծումներ, մենք չենք կարող ասել, որ բոլոր տեղերում օրինակ լինելու է, չգիտեմ, մեքենաշինական գործարան, այդպիսի բան չենք կարող ասել, քանի որ ամեն մարզ, ամեն շրջան ունի իր սպეციფიկ պարամետրերը։
Պարոն Մարկոսյան, հաջորդ քննադատությունն հետևյալն է, ասում են, քանի որ պարոն Սամվել Կարապետյանի բիզնեսների մի զգալի մասը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ ինքն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ձեր իշխանության գալու պարագայում կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, տնտեսական կախվածությունը էլ ավելի է մեծանալու, այն պարագայում, որ հիմա կարծես թե 40%-ն է առևտրաշրջանառության Ռուսաստանի հետ, մինչդեռ այս իշխանությունները իրենց հայտարարություններում ասում են, որ իրենք ամեն ինչ անելու են դիվերսիֆիկացնելու համար։ Նախ նշեմ, Սամվել Կարապետյանի բիզնեսները միայն Ռուսաստանի Դաշնությունում չեն, նա ունի բիզնեսներ աշխարհի տարբեր երկրներում եւ Եվրոպական միության երկրներում եւ արաբական երկրներում եւ Ռուսաստանում եւ Հայաստանում եւ այլ երկրներում, դա այդ պնդումը ճիշտ չէ։ Երկրորդը, այն մարդիկ, ովքեր ասում են, որ Ռուսաստանից կախվածության մեջ են դնելու, խնդրում եմ ուղղակի իրենց հիշեցնեք, բացեք մի հատ Հայաստանի արտահանում եւ ներմուծում աղյուսակը եւ մի հատ իրանց հետ նայեք, թե Հայաստանը ուր է արտահանում եւ որտեղից է ներմուծում ապրանքներ եւ շատ ակնառու կլինի, թե ով է Հայաստանը դրել Ռուսաստանից կախվածության մեջ կամ ով է մեծացրել այդ կախվածությունը, քանի որ այս տարիների ընթացքում 7-8 տարիների ընթացքում, երբ ԿՊ-ն է Հայաստանում իշխանության, Հայաստանի կախվածությունը ռուսական տնտեսությունից ուղղակի շեշտակիորեն աճել է եւ մենք չէ, որ պետք է դա կախվածության մեջ գցենք։ Մենք ընդհակառակը ասում ենք, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք եւ ունենանք տարբեր առևտրային գործընկերներ եւ կախվածության մեջ չլինենք միայն մեկ գործընկերոջից, քանի որ կախվածությունը դա ինքնին բերում է վտանգներ։ Գիտեք, որ Հայաստանը ունի մոտ 15 միլիարդ դոլարի պետական պարտք։ Ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում, ինչպես է Հայաստանը պատրաստվում փակել կամ առնվազն սպասարկել այդ պետական պարտքը եւ հնարավոր է ձեր իշխանության օրոք այդ պետական պարտքը ավելանա։ Պետական պարտքը ինքնին այս պահին Հայաստանի համար արդեն բավականին մեծ գումար է, 15 միլիարդ, երբ որ ասում ենք, այս կառավարությունը ջանք չխնայեց Հայաստանի ժողովրդի այսպես ասած վզին փաթաթել այդ պարտքը եւ յուրաքանչյուր հայ արդեն ունի բավականին մեծ ծավալի պարտք։ Յուրաքանչյուր մարդ իր մեջքին պարտք ունի եւ մենք ինչ որ մի օր մեր սերունդները դա պետք է փակեն եւ շատ ցավալի է, որ այդ պարտքը վերցվեց այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը աճում էր, Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աճում էր, բայց մենք վերցնում ենք այդ պարտքը, այնինչ տնտեսական աճի ժամանակ ցանկալի է, որպեսզի պարտքը կրճատվի, այլ ոչ թե աճի։ Մեր պարտքը 15 միլիարդ է դարձել, ինքնին, որպեսզի տնտեսագիտորեն բացատրեմ, պարտք վերցնելը բոլոր երկրներն էլ ունեն այդպիսի հակումներ պարտք վերցնելու, բայց պարտքը վերցնում են եւ ներդրումներ են կատարում այն ոլորտներում, որտեղից հավելյալ եկամուտ է ստացվելու եւ այսպես ասած այդ պարտքը չի դառնալու բեռ, իսկ մենք վերցրել ենք պարտք, Հայաստանի կառավարությունը վերցրել է պարտք, չգիտես ինչ է արել այդ պարտքը, ոչ եկամտաբեր պրոյեկտներում է ներդրել կամ ուղղակի աշխատավարձ է տվել, այնպես որ մենք հիմա հասել ենք պարտքի շատ այսպես ասած վտանգավոր կետի եւ եթե Հայաստանում եւ աշխարհում լինի տնտեսական անկում, իսկ տնտեսական անկումները անխուսափելի են, դրանք տեղի ունեն 10-15 տարին մեկ բավականին մեծ ցնցումներ են տեղի ունենում, երբ որ մենք ունենանք տնտեսական անկում, մենք բախվելու ենք Հայաստանի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը բախվելու է շատ մեծ խնդիրների պարտքի կառավարման առումով։ Այսինքն, օրինակ, եթե դրամ դոլարը արժեզրկվի, դոլարը արժևորվի, Հայաստանի պարտքը բավականին կաճի։ Հիմա ասում են պետական պարտքը հնան նվազել է, դա նվազել է ընդամենը դոլար դրամ կուրսի փոփոխությունից ելնելով եւ այդտեղ իրենց վաստակը կարելի ասել չկա։ Դա ուղղակի Ռուսաստանից եկած փողերի հաշվին դրամը արժևորվել է եւ պետական պարտքը հարաբերակցությունը նվազել է։
մի քանի տոկոսային կետով, բայց այդտեղ ընդհանրապես փոխարժեքի տարբերության հարց է։ Եվ վերջին հարցը, պարոն Մարկոսյան, օրինակ ՔՊԱ-կան իշխանությունը 18 թվականին, 21 թվականին եւ նաեւ հիմա էլ մշտապես առաջ է տանում այսպես կոչված թալանի վերադարձի թեզը։ Ձեր քաղաքական ուժը ունի այդ թալանի վերադարձի մասին դրույթ կամ խոստում, այսինքն այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի հետ վերադարձի հետ կապված կան պլաններ եւ սեփականության վերաբաշխում, օրինակ հնարավոր է այն մարդիկ, ովքեր հիմա խոշոր սեփականատերեր են, կարող են օրինակ խնդիրների առաջ կանգնել։ Մեր ուժը հետևելու է օրենքի տառին եւ չի լինելու ընտրանքային մոտեցում, այսինքն այս կառավարությունը ինչ է անում։ Այն մարդիկ, ովքեր որևէ ընդդիմադիր հայացքներ ունեն, որևէ ընդդիմադիր խոսք են ասում, նրանք միանգամից հայտնվում են թիրախում եւ նրանք միանգամից գնում են այդ մարդու հետևից, տարբեր շինծուգործեր են սարքում նրանց վրա, տարբեր հոդվածներով, որպեսզի նրանց կարողանան լրացնել։ Որոշ մարդկանց դեպքերում ստացվում է, որոշ մարդկանց դեպքերում չի ստացվում, ինչևէ այդ քաղաքականության հիմքում դրված է ընդամենը մարդկանց ճնշելու տարը եւ ըստ քաղաքական պատեհության ժամանակը ընտրվում է, երբ ինչ-որ մարդու հետևից գնալ։ Այդ մարդը, երբ որ արդեն սկսում է նրանց խանգարել, նրանք այդ օրենքները վերցնում են եւ գնում են այդ մարդու հետևից։ Այսինքն այստեղ գնում է ամբողջովին քաղաքական հետապնդման հարցը եւ մենք ասել ենք, որ մեր ուժը հետևելու է օրենքի տառին եւ մենք չենք իրականացնելու քաղաքական հետապնդումներ։ Այսինքն, եթե օրենքի համապատասխան որևէ բան պետք է արվի, դա կարվի, եթե ոչ, ապա քաղաքական հետապնդումներից ելնելով դա չի արվելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։